Բարի օր ժողովուրդ ջան։ Տարբեր հարթակներում այս անգամ շատ մեղմ կասեմ, պրոստը զգուշացման տեսքով։ Ուրեմն տարբեր հարթակներում ռոբասերժական սամոնյան կլանների բլոգեր կոչվածները դնում են հին նյութեր, 24 թվի, 23 թվի, Ալիևի հոխորտանքը, պահանջները եւ այլն։ Հաշվի չառնելով խաղաղության պայմանագիրը կնքվել է 25 թվին, այս վերջերս, ու մանիպուլացնում են, որ իբր ոչ մի խաղաղություն էլ չկա, Ալիևը մեկը պահանջում է, Ալիևը մեկը իր դերի մեջ է եւ այլն եւ այլն։ Ուրեմն ասեմ, որ իհարկե չեմ հավատում, որ այդ բլոգերները Կարեն Քոչարյան, Սերժ, ին թալանչիներին սատարեն, պաշտպանեն ու առանց որից է կոպեկի։ Չեմ հավատում, բայց եկեք համարենք, որ հա է, այդպես է։ Հիմա հարց, դուք բլոգեր եք, թե ինչ եք, ասենք, ձեզ դուր է գալի ձեր ժողովրդին խաբելը, հա։ Ասենք հիմա եթե ես վերցնեմ մի հատ օրինակ բերեմ, այնց շատ թույն խելացի մի հատ բլոգերի, տիկտոկյան հարթակում, որը ինձ բլոգել է իմիջիալոց, վախից թե ինչից չեմ մանում, ասենք բերել է 24 թվի Ալիևի ելույթը, մի սենց փրփուրները բերանից գնալով բացատրում եւ այլն։ Հիմա որ բռնեմ դնեմ քո նկարը, ապացուցեմ, որ դու ստում ես, որ դու ընդամենը տուֆտա գյադա ես։ Կմեղադրեք, չէ։ Կասեք էլի մերին վիրավորեց։ Ախր տղամարդու պես չեք պահում ձեզ։ Ախր մարդու պես չեք պահում ձեզ։ Դուք ստախոս, չեմ մանում ինչեր եք, արա էլ բառ չկա որ ձեզ ասեմ։ Ինչքան կարելի ասենց։ Խաղաղությունը կա։ Խաղաղությունը կնքված է, պրոստը դա էլ է պրոցես, որը տևում է երկար ժամանակ։ Երկրորդն էլ այո, Ալիևն էլ է սպասում, տենա ով է ընտրվում, տենա հետագայում ինչ է անում, ինչի պետք է ինքը հիմա ստորագրի ամեն ինչ, ու հետո հանկարծ թալանչիները գան, ռուսին բերեն, էլի սկսեն մանիպուլացնելը, էլի սկսեն պրովոկացիաներ անելը, ինչա թե Ռուսաստեմն է, Ալիևը դրա համար չի անում ամեն ինչ։ Շատերը ասում են, բախի ջերմուկից դուրս չի գալու։ Էդ էլ են մանիպուլացնում, թե խի ջերմուկից դուրս չի գալու, դուրս կգա, դուք մի հուզվեք, դուրս է գալու։ Վերել են, էսի տվին, նենի տվին, այ մեր ղեկավարությունն է մեղավոր, երբ որ ամեն աննասուն, հետնում ասում է էսի տվին ու հանգիստ քայլում է, այ էդ է խնդիրը, էդ է պատճառը, որ միջև հիմա սրանք տուֆտում են, սրանք ստում են, ժողովրդին խաբում են, ախր մենակ չեք խաբում, դուք։ Արա այ հոգնածներ, դուք ժողովրդի հոգեկան աշխարհի վրա եք ազդում։ Դուք տատիկ պապիկներին ինֆարկտի եք հասցնում։ Ինչ ժողովուրդը հարցնում, ասում, Մերի ջան, բա որ ստում են։ Խի չեն պատժվում, ճիշտ են ասում։ Հարգելի կառավարություն, ինչքան կարելի է արդեն։ Ախր այդ ժողովուրդը արդեն էլ սրտի, էլ անոթային ինչ օպերացիա ասես, որ չի արել, արդեն էլ առողջություն չի մնացել։ Սրանց այս ստերի պատճառով այս մարդիկ ինֆարկտի են հասցնում։ Ես հասկանում եմ, որ ամսի 7-ին մենք կարանք բոլորին ասենք Աշոտյան եղեք։ Բայց եթե մի մարդ հավատում է, որ ինչ-որ մի կուսոք դուք տվել եք, որ ջերմուկից դուրս չեն գալու, որ էսի խաղաղություն չի, խաբում են, որ էս փաթեթները առողջապահական լրիվ բանա լինելու անուն ինչ է, ընտրություններից հետո հեչ է լինելու, եւ այլն, լիքը սենց ստեր։ Մի անգամ սուտասանին չպատժեցիք, մի անգամ։ Էնա նգնեի աշխատողը մտելա երանելի է տալիս, որ բանա, անուն ինչ է, Սամոն ու Քոչը պետք է գան։ Այս օրին ենք մենք։ Ու համակարգում լիքը տենց պարճակ կա։ Ուսից հով ռեժիմ եք միացրել, ես չգիտեմ, հասկացանք, հա, ժողովուրդը ձեզ սատարում է, հասկացանք, որ լիքը ժողովուրդ ձեզ սատարում է, բայց լիչնը ինձ, Մերի Տոմոյանից պետք է սահմանադրական մեծամասնություն դուք կազմեք։ Վստահ եք, որ սահմանադրական մեծամասնություն եք լինելու։ Ես դա եմ ուզում, ես դրա համար եմ պայքարել։ Բլոգերներ, Սամո, Մամո, Քոչո, Մոչո, սատարողներ, արա մի քիչ տղամարդկություն ունեցեք, գոնե ցույց մի տվեք, էլի որ տա գետեք, 24 թվի նյութը մի բերեք հրամցրեք ժողովրդին, թե բա Ալիևը հոխորտում է Երևան ա ուզում 300,000 էլ բերելու աստե, թարգեք, արա, թարգեք, ամոթ արա, մի քիչ տղամարդու պես պայեք ձեզ, մի օրով չեք ապրում, այսքանը։